Դատական համակարգի բարեփոխումներ, մարդու իրավունքների պաշտպանություն, հակակոռուպցիոն պայքար, Հայաստանը շարունակում է բարեփոխումների ճանապարհը, իսկ Եվրոպան արձանագրում 2025-ին այս ուղղություններով առաջընթաց կա։ Իշխանությունները շարունակում են դատական, ոստիկանական և սահմանադրական հավակնոտ բարեփոխումները, սակայն քաղաքացիական հասարակության կողմից քննադատություններ են հնչում դրանց հետևողականության և առաջընթացի վերաբերյալ։ Կարողանում ենք արձանագրել այն առաջընթացը, որը գրանցել է Հայաստանի Հանրապետությունը, եւ դա հնարավոր չէ չնկատել, բայց դա չի նշանակում, որ մենք հասել ենք մեր ուզած նպատակին, ընդհանրապես մարդու իրավունքները մշտնջենական բարեփոխումների ոլորտ է, ստատիկ ինչ-որ կայուն վիճակ չկա, անընդհատ պետք է աշխատել, անընդհատ պետք է բարեփոխումներ անել եւ շատ կարեւոր է նաեւ աշխատել այն միջազգային կառույցների հետ, որոնք ունեն փորձ այդպիսի երկրներին, որոնք անցումային շրջանում են գտնվում, որպեսզի իրենք կարողանան աջակցեն եւ մենք կարողանանք մեկ օր շուտ բերենք մեր մարդու իրավունքների մի այնպիսի իրավիճակի, որտեղ օրինակ մենք կարող ենք հանգստացել, որ մեր իրավունքները պաշտպանված են։ Արդարադատության ոլորտում եւս Հայաստանը շարունակել է բարեփոխումները նպատակ ունենալով բարձրացնել դատարանների արդյունավետությունը, բարեվարքությունն ու հաշվետվողականությունը, արձանագրում է ԵՄ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության 2025-ի զեկույցը։ Հայաստանը նաեւ զգալիորեն ուժեղացրել է հակակոռուպցիոն համակարգը։ Հայաստանն իր հակակոռուպցիոն համակարգը մոտեցրել է միջազգային չափանիշներին, այդ թվում Գրեկոյի և տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության չափանիշներին։ Այս ոլորտում եվրոպական կառույցը որոշ վերապահումներ ունի։ Զեկույցում խնդիրներ են նշում հատկապես հակակոռուպցիոն ռազմավարության պլանավորման մեջ։ Փաստարկում են Հայաստանը կարևոր քայլեր է կատարել դատավորների եւ դատախազների բարեվարքության մեխանիզմների ամրապնդման եւ արդարադատության թվայնացման ուղղությամբ։ Այդուհանդերձ համակարգում խնդիրներ նույնպես կան։ Եվրոպական հանձնաժողովը շարունակում է մտահոգություն հայտնել դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Դա ամենաթեժ բարեփոխված ոլորտն է եւ սա կարևոր ոլորտներից մեկն է, որ պետք է մենք ջանք ու եռանդ չխնայենք եւ փորձենք բարելավենք, որպեսզի իրապես դատական ոլորտը լինի անկախ ցանկացածից, թե իշխանությունից, թե նախկիններից։ Շատ ժամանակ, երբ օրինակ իշխանությունն ասում է դատական իշխանությունը անկախ է, միգուցե իրենք նկատի ունեն անկախ է իրենցից, բայց մենք պետք է հարցնենք, թե արդյոք իրենք անկախ են նախկին իշխանավորներից կամ կոռումպացված օլիգարխիկ ռեժիմներից։ Նախնական կալանքի լայնածավալ կիրառումը շարունակում է պահպանվել, ինչպես նաև մտահոգությունները կալանավայրերում մահվան դեպքերի վերաբերյալ, չնայած ազատությունից զրկված անձանց բժշկական երաշխիքներն ամրապնդող օրենսդրական փոփոխություններին։ Մենք նաև արդեն ունենք պրոբացիայի գործառույթը, որը ես կարծում եմ, որ արդյունավետորեն մուտք է գործում մեր կյանք եւ մենք տեսնում ենք դրա բարի պտուղները, դրական պտուղները, կան նաեւ մտահոգություններ, որ ոստիկանների կողմից բռնի ուժ է լինում կիրառված, իհարկե մենք չենք կարող ասել, որ սա նույն իրավիճակն է, ինչ կար տարիներ առաջ, բայց իհարկե մենք չենք կարող ասել, որ դա արդեն գոյություն չունի եւ իսպառ բացառվել է։ Իհարկե դրանք դեռ կան։ ԵՄ ուշադրության կենտրոնում են նաեւ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ու ոստիկանության նկատմամբ վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը դրական է գնահատում Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվությունը եւ մեդիա բազմակարծության պահպանումը։ Թեև քաղաքական եւ հասարակական միջավայրը շարունակում է բևեռացված մնալ, քաղաքասարակությունը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել հանրային գործընթացներում։ Ես կիսում եմ զեկույցի կարծիքը, որ այնուամենայնիվ կա բազմակարծություն եւ ես չեմ կարծում, որ անդիմադիր լրատվականները խնդիր ունեն որևէ կերպ, եթե խնդիրներ եղել են եւ եղել են, մենք գիտենք այդ խնդիրների մասին, ապա դրանք իմ գնահատմամբ եղել են ոչ քաղաքական դրդմամբ։ Այդ շատ կարևոր է փաստել։ Զեկույցի մեկ այլ բաժին սոցիալական քաղաքականության մասին է։ Դրական է գնահատվել հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Նպատակն է ապահովել առողջապահական ծառայությունների հավասար եւ մատչելի հասանելիություն։ Իշխանությունները շարունակել են ավելի քան 100,000 ղարաբաղցիների ինտեգրմանն ուղղված ջանքերը։ 2025 թվականին վարձավճարի եւ կոմունալ վճարների աջակցության ծրագիրը փոխարինվել է հասցեական աջակցության միջոցներով, սակայն բնակարանային զբաղվածության եւ սոցիալական ծառայությունների հետ կապված խնդիրները պահպանվել են։ Նման զեկույցները կարևոր են պետության համար գնահատելու արվածն ու չարվածը, շարունակելու հանձնառությունները, նշում է փորձագետն ու անդրադառնում հարցին, թե որն է ի վերջո Եվրամիության նպատակը։ Շատ պարզ է, որտեղ իրենք այդպես են եւ իրենց ավելի հեշտ է գործարկել
նմանատիպ գաղափարակից երկրների հետ, որովհետև այժմ Հայաստանի հետ վիզաների լիբերալիզացիա կա, գործընթաց կա, մեր քաղաքացիները շուտով կգնան Եվրոպական միություն, կշփվեն այնտեղի քաղաքացիների հետ, կբախվեն ինչ-ինչ սոցիալական, իրավական հարթություններում, համապատասխան մարմինների հետ եւ շատ կարեւոր է որպեսզի մենք լինենք նույն էջի վրա։ Բացի այդ, ԵՄ-ի հետ տնտեսական մերձեցման ֆոնին անկախ դատական համակարգի առկայությունն ու այդ ոլորտում բարեփոխումները հավելյալ երաշխիք կլինեն, որ եվրոպացի ներդրողները գան Հայաստան։ Վոլոդիա Մուշեղյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։